Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընձեռած հնարավորության իրականացմամբ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծ։ Օրենքի կարգի պահպանմամբ համայնքներից Հայաստանի 1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը։ Նաև հասարակական հարցումները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հակված է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անդամակցի Եվրոպական միությանը։ Ներկայացրել ենք օրենքի նախագիծ, այն առաջին ընթերցմամբ ընդունվել է, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունը ներկայացրել է առաջարկություն։ Առաջարկությունը աշխատանքային կարգով քննարկվել է ազգային ժողովում, կառավարության հետ նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ եւ ընդունվել է փոխադարձ ընդունելի տարբերակը։ Ներկայացնում եմ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ։ Հայաստանի Հանրապետության օրենքը Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում քննարկման ընթացքում հնչեցվել է հարց, որի պատասխանը հարկ եմ համարում հնչեցնել նաև ազգային ժողովի ամբիոնից։ Այն է, եղել են արդյոք արձագանքներ առաջինից երկրորդ ընթերցման փուլի միջակայքում Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի օրենքի ընդունման վերաբերյալ, դրա անհրաժեշտության կամ ողջունող հայտարարություններ եղել են արդյոք թե ոչ պաշտոնական հայտարարությունների մասն է խոսքը։ Պաշտոնյաների եւ խորհրդարանականների մակարդակով Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից եւ ինստիտուտներից վերջին ամիսներին հնչել են միանշանակ եւ հստակ ազդակներ ի աջակցություն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկին։ Քաղաքական աջակցությունը տեսանելի դարձավ թե երկկողմ հանդիպումներում, թե տարբեր միջազգային հարթակներում։ Քանզի ժամանակը կարճ է, ես կներկայացնեմ միայն Եվրոպական միության Հայաստանի խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ հանդիպման հայտարարության երկրորդ պարբերությունը, ըստ որի կոմիտեն ողջունում է Հայաստանի ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը, հրավիրում է Հայաստանի կառավարությանը Եվրոպական միության ինստիտուտներին քննարկելու իրատեսական աշխատանքային պլան, հասնելու պետության ապագայի համար այս ռազմավարական նշանակության նպատակին Եվրոպական միության պայմանագրի 49-րդ հոդվածի եւ Կոպենհագենի չափանիշների լիարժեք պահպանմամբ։ Շնորհակալություն, այսքանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան, Սարի պես Գյումրու թիկունքին։ Քաղաքացիական պայմանագիր, քվեաթերթիկ համար 1